Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հերթական սկանդալային հայտարարությունն է արել եւ մեր հարևան Իրանին հստակ ուղերձ եղել, կամ իր հետ Իրանը կնքում է գործարք, կամ կարող է ռմբակոծելով այդ երկիրն ուղարկել գրողի ծոցը։ Թրամփը շեշտել է, որ ավելի շատ ցանկանում է Իրանի հետ գործարք կնքել եւ կարգավորել հարաբերությունները խաղաղ ճանապարհով, քանի որ իրանցիները հրաշալի մարդիկ են։ Տիպիկ ամերիկյան քաղաքականություն՝ մի կողմից մտրակ, մի կողմից քաղցրաբլիթ, իսկ ինչպես են արձագանքել Իրանում, մինչև մանրամասները ներկայացնելը միասին արձանագրենք, սիրելի բարեկամներ, որ ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ Իրանը-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը մեզ համար ունի կենսական նշանակություն։ Նրանց միջև հակամարտությունը մեզ միշտ բերել է աղետ, իսկ բարեկամությունը Հայաստանին միայն բարօրություն է բերում։ Հետևաբար այս թեման չափազանց կարևոր է մեզ համար։ Ողջունում եմ ձեզ։ Դուք դիտում եք իմ հեղինակային Պրոգրես հաղորդաշարը։ Խնդրում եմ ակտիվորեն հավանել, բաժանորդագրվել, տարածել եւ աջակցել մեր ալիքին։ Եվ այսպես, Թրամփն իր այդ հայտարարությունն անելիս շեշտել է, որ նամակով դիմել է Իրանի իշխանություններին եւ առաջարկել կոնկրետ գործարք։ Թե ինչ գործարք չի մանրամասնվում։ Սակայն քիչ անց մենք կփորձենք գաղտնազերծել դա հիմք ընդունելով Թրամփի նախորդ նախագահության շրջանում արված առաջարկներն ու հայտարարությունները։ Իրանից հայտարարել են, որ ոչ մի նամակ չեն ստացել Թրամփից ու չեն պատրաստվում հարկադրական քաղաքականության պայմաններում որևէ բան քննարկել։ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, չնշելով ԱՄՆ-ի անունը, հայտարարել է, որ չի բանակցելու ագրեսիվ կառավարությունների հետ։ Իրանի առաջնորդը վստահ է, որ ագրեսիվ կառավարությունների պնդումը բանակցություններում նպատակ չունի խնդիրները լուծել։ Նա նրանց մեղադրել է Իրանին իշխելու ու հարկադրանք կիրառելու ցանկության մեջ։ Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի հակասությունն առաջին հերթին վերաբերում է միջուկային զենքի ստեղծման խնդրին։ Իրանը պնդում է, որ միջուկային իր ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ ունի, սակայն հենց ՄԱԳԱՏ-ն փաստագրել եւ ապացույցներ է ներկայացրել, որ այդ երկրում ուրանը անդադար հարստացվում է եւ արդեն հասել է 60%-ի նիշին, որը գերազանցել է նախորդ տարիների մակարդակը։ Այստեղ ահա Իրանի իշխանություններն իրականում անկեղծ չեն։ Եթե չասենք գիտակցված մոլորեցնում են, քանի որ ընդունված է, որ խաղաղ միջուկային էներգետիկայի համար բավարար է 5% ուրանի հարստացումը։ Մինչև 20% կարելի է հարստացնել գիտահետազոտական նպատակներով, բայց արդեն 20%-ից ավելիի դեպքում կա միջուկային զենքի ստեղծման մտադրություն։ Գերազոր միջուկային զենք ստեղծելու համար ուրանը հարստացվում է մինչև 90%։ 60%-ն արդեն վտանգավոր շեմ է համարվում։ Իրանը միակ ոչ միջուկային պետությունն է, որ ուրանը հարստացնում է այնպիսի մակարդակների, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում զենքի պոտենցիալ ստեղծման վերաբերյալ։ Այս մասին ասվում է հենց ՄԱԿ-ի մարտի 3-ին հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։ Մինչդեռ Իրանի հոգևոր առաջնորդը համառում է եւ բառացիորեն շեշտում, որ խնդիրը միայն միջուկային ծրագիրը չէ։ Մեջբերում եմ։ Նրանք նկատի ունի ԱՄՆ-ին։ Ակնկալիքներ ունեն Իրանի պաշտպանական եւ հրթիռային ծրագրերի եւ մեր միջազգային հարաբերությունների հետ կապված, բայց Իսլամական Հանրապետությունը հաստատ չի արդարացնելու դրանք։ Մեջբերման ավարտը։ Այսինքն Իրանի ղեկավարությունը հստակ հասկացնել է տալիս, որ զիջումների չի գնալու, չի հրաժարվելու միջուկային ծրագրից։ Նկատենք, որ խնդիրը ոչ միայն զուտ ուրանի հարստացումն է, սիրելի հայրենակիցներ, այլ հեռահար բալիստիկ հրթիռների արտադրությունը, որոնց վրա հնարավոր է միջուկային մարտագլխիկ տեղադրել։ Ամերիկայի Միացյալ Նահանգները պահանջում է Իրանից դադարեցնել նաև այդ ծրագիրը։ Մեկ բան է միջուկային զենք ունենալը, այլ բան այդ զենքը կիրառելու հնարավորությունն ու հեռահարությունը։ Այսինքն Իրանը նաև ցանկանում է մեծ հեռահարության հրթիռային համալիրներ ունենալ, դրանով սպառնալով ամբողջ միջազգային հանրությանը եւ փաստացի խախտելով միջուկային զենքի չտարածման գլոբալ կոմպրոմիսը։ Իսկ դա բերելու է բնականաբար ուժերի բալանսի փոփոխությանը ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում։ Դա կբերի նոր ճգնաժամերի։ Այս պայմաններում հարց է առաջանում, թե սեփական երկիրը նոր պատերազմի առջև կանգնեցնելով ինչ խնդիր են ուզում լուծել Իրանի իշխանությունները։ Սա հասկանալու համար մենք պետք է հասկանանք Իրանի ամբիցիաները։ Հենց իր ելույթում Իրանի հոգևոր առաջնորդը առիթը բաց չի թողել խոսելու իսլամի մասին։ Նա դաժան քննադատության է ենթարկել առհասարակ արևմտյան քաղաքակրթությունը։ Նրա համոզմամբ արևմտյան արժեքները հակասում են իսլամի սկզբունքներին եւ մահմեդականները երբեք չպետք է հետևեն արևմտյան նորմերին։ Այդ առումով դատապարտել է արևմուտքի երկակի ստանդարտները, երբ նույն ԱՄՆ-ն չի դատապարտել օրինակ Իսրայելի գործողությունները Պաղեստինում եւ Լիբանանում։
Իրանի ղեկավարությունն ինչ-որ առումով արդարացի է քննադատում ԱՄՆ-ին, բարեկամներ։ Իսրայելը պարզապես հողին է հավասարեցրել Գազայի հատվածը եւ բազմաթիվ անմեղ մարդիկ դարձել են զոհ ու փախստական իսրայելական ռմբակոծությունների հետևանքով։ Թրամփը ոչ միայն սկսել է ավելի շատ զինել Իսրայելին, այլև անգամ հայտարարել, որ պաղեստինցիներին պետք է տեղահանել Գազայից եւ բնակեցնել հարևան երկրներում։ Սա իսկապես չի տեղավորվում ՄԱԿ-ի հռչակած համամարտկային սկզբունքների եւ նորմերի մեջ, բայց եթե ԱՄՆ-ին կարելի է մեղադրել պրոիսրայելական միակողմանի դիրքորոշման համար, ապա այնպես չէ, որ Իրանի ղեկավարությունն անմեղության տիպար է։ Բանն այն է, որ Իրանի հոգևոր առաջնորդն անգամ հայտարարել էր դեռ 2000 թվականին, որ Իսրայելը տարածաշրջանի ուռուցքն է, որը պետք է հեռացնել։ Այսինքն Իրանի իշխանությունն առհասարակ սպառնում է ոչնչացնել Իսրայելը որպես պետություն։ Բազմիցս են Իրանից հնչել իսրայելական քաղաքները աշխարհի երեսից սրբելու սպառնալիքները։ Իրանի ղեկավարությունն էլ իր հերթին ուղիղ զինելով, աջակցելով տարբեր խմբավորումների մերձավոր արևելքում, նույնպիսի դաժան հարձակումներով հարվածում է Իսրայելին եւ փորձում սեփական շահերն առաջ տանել։ Հենց նույն Խամենեին հռչակել է, որ իսլամական հեղափոխությունը պետք է տարածել աշխարհում եւ ստեղծել միասնական իսլամական քաղաքակրթություն, ընդ որում հզոր դիմադրություն ունենալով ԱՄՆ-ի եւ արևմտյան քաղաքակրթության դեմ։ Թեև Իրանի ղեկավարությունը շեշտում է, որ դա պետք է արվի բացառապես խաղաղ ճանապարհով, բայց դե հողի վրա տեսնում ենք, թե ինչպես են պրոիրանական ուժերը, Համասից մինչև Հեզբոլլահ զինված պայքար մղում, եւ սխալ չեն լինի մարդիկ, եթե Իրանի ղեկավարությանը մեղադրեն կրոնական պատերազմ հրահրելու մեջ, քանի որ արևմտյան եւ իսլամական քաղաքակրթական հակադրությունը շեշտելը հենց Իրանի իշխանությունների կողմից է արվում։ Եվ երբ այս քաղաքակրթական հակադրությունը շեշտելու ֆոնին էլ մի հատ միջուկային զենք են ուզում ունենալ հեռահար բալիստիկ հրթիռներով, ապա Իրանի կրոնապետությունը հաստատ անմեղ հրեշտակների դերում դժվար է պատկերացնել։ Այս մասին շատ իրանագետներ եւ վերլուծաբաններ չեն խոսում։ ԱՄՆ-ն բնականաբար արևմտյան լիբերալ դեմոկրատիան է տարածում աշխարհում, իսկ Իրանում որոշել են ապրել իսլամական հանրապետության նորմերով եւ չեն ընդունում ԱՄՆ-ի դիկտատը։ Դա հասկանալի է, բայց ամբողջ աշխարհին ու ԱՄՆ-ին մարտահրավեր նետել զինված դիմակայությամբ եւ միջուկային զենք ունենալու սպառնալիքով դա արդեն չափն անցնել է։ Հետևաբար Իրանում չեն կարող բողոքել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը պատժամիջոցներ են սահմանել։ Դա Իրանի ընտրած քաղաքականության ու իզոլացիոնիզմի անխուսափելի արձագանք է։ Կարելի է չհնազանդվել ԱՄՆ-ի ամեն պահանջին, ինչպես եվրոպական կամ հեռավոր արևելյան շատ երկրներ դիմակայում են ԱՄՆ-ի ճնշմանը, առանց հակամարտության մեջ մտնելու, առանց սրելու իրենց հարաբերությունները։ Բայց Իրանում որոշել են ԱՄՆ-ին ոչ թե դիմադրել, այլ հակադրվել։ Եվ Իրանի իշխանությունները, եթե իսկապես ցանկանում են խաղաղություն, փոխարենը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորումը ողջունեն ու գնան ընդառաջ, դրել ԱՄՆ-ին դասեր են տալիս, թե որն է ճիշտ, որը սխալ։ Իրականում ճիշտը միայն այն է, որ պետք է խուսափել հետագա ճգնաժամերից, պատերազմներից եւ կարգավորել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, դուրս գալ մեկուսացումից, դա կլինի ճիշտ քաղաքականությունը։ Դա Իրանին կբերի միայն բարգավաճում, բայց ոչ այդպես չեն ուզում Իրանի այսօրվա իշխանությունները։ Ամենաշատ միջուկային զինանոց ունեցող Ռուսաստանի ղեկավար Պուտինն է անգամ ընդառաջում ԱՄՆ-ին, ցանկանում Թրամփի հետ հարցերը կարգավորել, բայց Իրանում երկու ոտքը դրել են մի կոշիկի մեջ եւ չեն ուզում դուրս հանել։ Միջազգային փորձագետները հաճախ նշում են, որ պատճառը ԱՄՆ-ի եւ Իրանի միջև փոխադարձ անվստահությունն է, որը շատ է խորացել, բայց սա մակերեսային մեկնաբանություն է իհարկե։ Իրականում փակ համակարգեր ունեցող երկրների ղեկավարները դժվարությամբ են հրաժարվում պաթոսախեղ, տամբոխահաճո, այդ վճռական մենակի ոճից ու կարգավիճակից, քանի որ ավտորիտար համակարգերի համար համագործակցությանն ընդառաջ գնալը ենթադրում է զիջումներ անել։ Իսկ դա էլ ընկալվում է այդպիսի հասարակություններում որպես թուլություն, որը սպառնում է իրենց իշխանությանը։ Պետական կամ ազգային սեփականության անվան տակ իրականում իշխանության մեջ գտնվող փոքր խումբն է իշխում Իրանի հարստություններին, այդ նավթն ու գազին, միջազգային տրանզիտին, որոնցից ժողովրդին շատ քիչ բան է հասնում։ Լինել ժողովրդավար կնշանակի ազատականացնել երկիրը, իսկ դա նրանց համար հավասարազոր է ինքնակործանման։ Բացի զուտ իշխանություն պահելու խնդիրը, հարկ է գիտակցել, որ Իրանը Հայաստանի նման մոնոէթնիկ երկիր չէ։ Բուն պարսիկները բնակչության կեսն են կազմում, թուրքալեզու ցեղերն ու քրդերը դեմոկրատական Իրանում կարող են անջատողական շարժումներ սկսել։ Դրա համար Իրանում ընտրել են կրոնապետական մոդելը, ոչ թե ազգային։ Ի տարբերություն օրինակ Թուրքիան գնացել է ազգային ուղով թուրքացնելու ճանապարհով բոլոր ազգերին։ Իրանը գնում է
կրոնական իսլամացնելու ճանապարհով։ Դրա համար Իրանն այսօր դարձել է հենց այդ սեփական քաղաքականության զոհը։ Նման համակարգերի համար արտաքին թշնամու կերպարը հավերժական գեներացվում է, որոնց դեմ իբր իշխանություններն անձնուրաց պայքար են մղում եւ թող ժողովուրդը մի քիչ էլ դիմանա, մինչեւ վերջնական հաղթանակ կտանեն։ Հիմա առավել քան երբևէ Իրանը պետք է ընդառաջ գնա ԱՄՆ-ին, քանի որ թուլացել է։ Իրանը առաջվա կարգավիճակը չունի, իրանական այդ հպարտությունն ու ԱՄՆ-ին ոչ մի կերպ չզիջելու քաղաքականությունն այդ երկրին հասցրել է միջազգային խորը մեկուսացման մեջ։ Իրանի դաշնակից Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պարտվեց ու արտաքսվեց երկրից։ Իրանի կողմից հովանավորվող ուժերն ու երկրները Իսրայելից են պարտվում արդեն։ Իրանի դիրքերը շատ են թուլացել եւ այս պայմաններում, երբ Թրամփը առաջարկում է գործարք, ընդ որում անգամ դիմելով Պուտինի միջնորդությանը, ուրեմն պետք է ընդառաջ գնալ։ Հարկ է նշել, որ Իրանում կան ուժեր, որ դա հասկանում են, քանի որ Իրանի ներսում է անգամ սկսվել բանավեճ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեքշյանը կողմ է ԱՄՆ-ի հետ բանակցություններին։ Նա ռեֆորմատորների թևն է ներկայացնում, բայց օրերս պահպանողական խորհրդարանը պաշտոն անկարեց Փեզեքշյանի կողմնակիցներ էկոնոմիկայի նախարարին եւ փոխնախագահ Զարիֆին։ Ինչպես տեսնում ենք, Իրանում դեռևս շատ ուժեղ են այդ մեկուսացման, այլ ոչ թե աշխարհի առջև դռները բացելու կողմնակիցները։ Պահպանողականների գլխավերևում կրոնապետներն են, ովքեր կոմունիստների նման ժողովրդին կերակրում են միայն հեղափոխական, այս դեպքում իսլամական հեղափոխության միֆերով, որը վաղ թե ուշ այդ ժողովրդին հոգնեցնելու է։ Իրանը պարզապես քանվում է միջազգային պատժամիջոցների տակ։ Թրամփի որոշմամբ վերջերս Իրաքին արգելվեց Իրանից էներգակիրներ գնելը, մի ժամանակ դա ներվում էր, եւ Իրանը հիմա ավելի վատ վիճակում է հայտնվում։ Համեմատենք Իրանի տնտեսությունը Թուրքիայի տնտեսության հետ, որպեսզի հասկանանք, թե ինչ վիճակում է Իրանը եւ ինչքան լավ կլիներ նաեւ Հայաստանի համար, եթե Իրանը բաց լիներ արևմուտքի առջև։ Եվ ուրեմն Թուրքիայի համախառը ներքին արդյունքը մի երկիր, որը չունի Իրանի հարստություններն ու ռեսուրսները, 2023-ին կազմել է մոտ $819 միլիարդ, իսկ Իրանինը ընդամենը $231 միլիարդ։ Այսինքն 3-ից 4 անգամ թույլ է Իրանի տնտեսությունը Թուրքիայից, մինչդեռ կարող էր բազմապատիկ ավելի զարգացած լինել։ Քանի որ Իրանն աշխարհում առաջատարներից է նավթագազային ռեսուրսներով, ունի ելք դեպի համաշխարհային օվկիանոս ու բազմաթիվ այլ առավելություններ։ Եթե Թուրքիայում մեկ մարդուն բաժին է հասնում $9,500, ապա Իրանում ընդամենը $2,700։ Իրանում սարսափելի գնաճ է։ Վերջին տարիներին գերազանցել է 30%։ Դե պատկերացրեք, թե որքան է Իրանը կարող էր ավելի հարուստ եւ հզոր լինել, եթե չլիներ մեկուսացման մեջ։ Վերևում խոստացել էի պարզենք, թե ինչ գործարք է առաջարկում Թրամփը։ Նա իր առաջին նախագահության ընթացքում հստակ ձևակերպել էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենք եւ հեռահար բալիստիկ հրթիռներ ունենալու մտքից։ Պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, դուրս հանի իր զորքեր այլ երկրներից եւ դադարեցնի Համաս, Հեզբոլլա եւ Թալիբան խմբավորումներին աջակցելը։ Ինչպես նաեւ իհարկե դադարեցնի Իսրայելին սպառնելը։ Բայց ես ենթադրում եմ, որ ԱՄՆ-ն նաեւ պահանջում է ազատականացնել Իրանի տնտեսությունը եւ թույլ տալ ամերիկացիներին մտնել իրանական տնտեսություն, այսինքն փոխարենը կհանվեն այդ բոլոր միջազգային պատժամիջոցները։ Ինչպես Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ Թրամփը ցանկանում է հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարք կնքել, այնպես էլ Իրանի հետ է ցանկանալու տնտեսական պրոյեկտներ ունենալ։ Այս պայմանների կատարումը Իրանում, իհարկե իրենց մաքսիմալիստական քաղաքականության տեսանկյունից համարում են կապիտուլյացիայի նման մի բան։ Բայց որքանով է խելամիտ միաժամանակ մարտահրավեր նետել ամբողջ աշխարհին ու մնալ հավերժ մեկուսացման մեջ։ Իրանը եթե միջուկային զենք ունենա, Թուրքիան էլ է ուզենալու ունենալ, Սաուդյան Արաբիան էլ եւ այլն։ Իրանում միթե չեն հասկանում, որ այդպես իր հարևանությամբ միայն նոր սպառնալիքներ են առաջացնելու։ Իսկ եթե Իրանը ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենա, Թուրքիան այլևս ԱՄՆ-ի համար այդքան կարևոր չի լինելու։ Ադրբեջանի դերը նույնպես կհզորոյացվի, քանի որ Իսրայելը զինում է Ադրբեջանին, որի անօթաչուները մեր հետ պատերազմում տեսանք ինչ արդյունքներ տվեց, որովհետև Ադրբեջանն օգնում է նրան Իրանի դեմ, արդյունքում տուժում է Հայաստանը։ Իրանի միջազգային մեկուսացումից ամենաշատը իրանցիներից հետո տուժել ենք երևի թե մենք հայերս, քանի որ ԱՄՆ-ի ու Իսրայելի համար Թուրքիան ու Ադրբեջանն են դարձել անխուսափելի դաշնակիցներ ընդդեմ Իրանի։ Եթե Թրամփը հասնի Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սիրելի ժողովուրդ, Թուրքիա եւ Ադրբեջանի ղեկավարները հերո մի անկյունում նյարդային ծխելու են, քանի որ այլևս այդքան էլ պետք չեն լինելու, իսկ Հայաստանը շունչ կքաշի։ Իրանում ամերիկյան եւ արևմտյան ներդրումները, միջազգային առևտրի շարժը անխուսափելի տարածվելու է նաեւ Հայաստանում։
Մենք ունենանք թե տնտեսական, թե անվտանգային այլ ընտրանքներ, մեր կախվածությունը Ռուսաստանից եւ Թուրքիայից առնվազն 30%-ով կկրճատվի։ Թե նավթագազային, թե տրանզիտ, թե զբոսաշրջային, թե բիզնես տարբեր տարածաշրջանային նախագծերի առումով Հայաստանը, որպես Իրանի անմիջական հարևան, կդառնա ավելի գրավիչ երկիր։ Դա կբերի մեր երկրի անկախության մակարդակի բարձրացմանը։ Հետևաբար ինձ համար անհասկանալի են մարդիկ, ովքեր դեմ են խոսում ԱՄՆ-ի, Իրանի եւ Ռուսաստանի հարաբերությունների ջերմացմանը կամ քննադատում են դա։ Նման մարդիկ կամ անգիտակից կամ գիտակցաբար սպասարկում են ավելի շատ թուրքական, քան հայկական շահեր, որովհետև հայ-իրանական հարաբերությունների խորացումը հնարավոր է միայն երբ որ արևմուտքի հետ ունի ջերմ հարաբերություններ։ Հուսանք, որ ԱՄՆ-ի եւ Իրանի իշխանությունները կհասնեն փոխզիջման։ ԱՄՆ-ում պետք է նաեւ հասկանան, որ չարժի Իրանին վերաբերվել որպես երրորդ սորտի երկիր, նրա շահերը պետք է հարգել եւ կապիտուլյացիոն բնույթի պայմաններ չթելադրել, որ կրոնապետներն իրենց նամազով ժողովրդի ուղեղը տասնյակ տարիներով չլվանան, բայց Իրանում էլ լավ կլինի գիտակցեն, որ ավելի հզոր ու զարգացած ազդեցիկ երկիր կլինեն, երբ ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ կարգավորեն խնդիրներն ու դառնան աշխարհի համար բաց երկիր։ Դա կլինի հաջողություն եւ հաջողություն նաեւ Հայաստանի համար։ Մենք ուշադիր կհետևենք իրադարձությունների զարգացմանը, սիրելի բարեկամներ, եւ առաջիկայում կանդրադառնանք, թե ինչ որոշումներ կընդունեն ԱՄՆ-ում եւ Իրանում։ Հավանեք, բաժանորդագրվեք, տարածեք եւ աջակցեք իմ ալիքին, սիրելի հայրենակիցներ, որպեսզի մենք շարունակենք ձեզ ներկայացնել օբյեկտիվ տեղեկատվություն եւ անկողմնակալ վերլուծություն բոլորիս ուզող կարևորագույն իրադարձությունների մասին։ Կհանդիպենք։